Շեցի երազիս հիման վրա մի հեքիաթ հորինել։ Հեքիաթ հորինելու համար նպաստավոր ժամանակներ էին։ Փայտահատը կար, մոխրոտը կար, խոր անտառի խորհրդավոր մթությունը կար։ Մնում էր մի քիչ երևակայել և հեքիաթը պատրաստ էր։ Սկզբում վերջը հորինեցի։ Իմ հեքիաթը ևս երջանիկ ավարտ ուներ, որն այսպիսին էր. վերջում Հայաստանը արևից լևի լույս ա քաշում, պատերազմի տեղը ոչ մի ֆիդայի չի մահանում, հացի տալոնով նաղաշի անվերջանալի լավաշից ենք վերցնում, մեքենաները առանց բենզին են քշվում, աշխարհի բոլոր բակերում ամեն օր հարսանիք ա լինում, իսկ ամենավերջում ամբողջ աշխարհը Հայաստան ա դառնում։ Իմ հեքիաթի վերջում ընկնող 3 խնձորներից մեկը կարմիր էր, մյուսը կապույտ, իսկ երրորդը ցորենի գույն։ Քանի որ իմ հորինած հեքիաթն էր, բնականաբար հերոսը ես էի։ Բրյուս Լիի աշակերտն էի, հեծանիվով զոռոցի կպնելու աշխարհի չեմպիոն էի, բոլոր աղջիկները սիրահարված էին ինձ, երեխաներով էլ ռետուս չէինք հագնում ու բոլորս միշտ ուրախ էինք։ Հեքիաթի երջանիկ ավարտը և վերնագիրը ունեի, բայց ոչ մի կերպ սկիզբը չէի կարողանում հորինել։ Խնդրանքով պապիս դիմեցի։ Պապի, կօգնես հեքիաթի սկիզբը գրենք։ Բա դրանից էլ հեշտ բան, ուրեմն լսի։ Ժուկով ժամանակով լինում ա չի լինում մի հարութիկ թոռնիկ ա լինում։ Էս հարութիկը մի հատ գրիչ ա ունենում։ Էդ գրիչով ինչ հեքիաթ գրում ա, իրականանում ա։ Ըհը, դե գնա ոնց ուզում ես շարունակի։ Այո պապի, տենց էլ կանեմ, մեկ էլ մի հատ բան էլի, եթե հենց հիմա ասեմ սրտովդ ինչ ա անցնում, կթողես այսօր լրաբերի տեղը իմ ուզածը նայեմ։ Հա, համաձայն ես։ Հա, դե ասում եմ, սրտովդ Արուն ա անցնում։ Հա, բա Արուն ա։ Դե նայի, խոսք ես տվել, լրաբերի տեղը նինձա չիրիպաշկեքն ենք նայելու։ Ոչ մի նինձա, լուրերն ենք նայելու, իսկ էդ Արունը բոլորի սրտով էլ անցնում ա ու ամեն տեղով էլ անցնում ա։ Սրտով պտտվում, բարձրանում ա ուղեղ, հետո թոք, ջիգար, հետո լեզու ու դաժը ականջի միջով անցնում։ Պապի հոգի միջով էլ անցնում։ Չէ, հոգու միջով չի անցնում, բայց ուրիշի արյան պատճառով շատ մարդկանց հոգիները ծանրանում են։ Այդ պահին տատս խոհանոցից լսել